Բարի երեկո սիրելի հյուսադող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMGA հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Նախքան մեր այսօրվա հաղորդաշարը սկսելը, իսկապես կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր սոցցանցերում, ինչպես նաև YouTube-ի մեջ տեսնելով մեր ծրագիրները, AMGA հերոստանգերության ծրագրի դրանք շատ դրական եւ քաչալերիչ խոսքերով ելույթ ունեցան եւ նաեւ կապվեցին իմ հետ Messenger-ի մեջ եւ խոսեցանք նույնիսկ մեկը Australia-ին էր իսկ մյուսը Ֆրանսիայեն եւ զարմանալին այն էր որ իրենք բոլորն ալ սիրեցին եւ քաչալերեցին որպեսզի մենք այս նյութը շարունակենք Մեր նպատակը շատ բարձ է սիրելի հայրենագիտներ այն ինչ որ պատմական փաստացի ճշգրիտ աղբյուրներով նյութ մնե ուր այնտեղ կփարավորվի ոչ թե անհատը ոչ թե անձը այլ մեր ազգը այլ մեր հայրենիքը այլ մեր պատմությունը եւ այդ է որ մենք ուզենք մեջտեղ բերել եւ ցանոթացնել մեր նախ որ հայերենով է այս ամենը որովհետեւ պետք է ասեմ որ մեկը Ֆրեզնոյից ասեց ինչու չես ուզեր այս նյութերը նաեւ անգլերենով ներկայացնել հավատացեք այս բոլորը նյութերը կան հայերենով պարզապես քանի ժամանակ կարոտի որ անգլերենի փոխանցել եւ նաեւ համատրել ու ինչու՞ չէ նաեւ քրքի միջոցով լույս տեսնել որբեսի երիտասարդ սերունդը հբարդը զգա իր ազգությամբ, իր պատմությամբ, իր արմատներով ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ սևամորտները, որոնք բռնասպոսիկ եկած էին Աֆրիկայեն roots անունով, արմատներ անունով քիրքեր եւ հետո դարձավ հերոստատեսության ծրագիր եւ այնտեղ շատ կարեւորը այն էր որ մարդիկ այս ծրագիրներով ուզեցին այս նոր սերունդներուն ովքեր որոնք սևամորտներ էին եւ չգիտեին թե որ աղբյուրներ են որ քաղաքներ են երկիրներ են եկած էին այստեղ որպես ծառաներ slave-ներ եւ այդ roots ծրագիրը գրծավ ցևով նաև իրենց հորիզոնը մտային հորիզոնը բացվի իմ նպատակս մեր նպատակը նույնն է սիրելիներ որբեսի կարողանան երիտասարդ նոր սերունդը իմանալ եւ հբարդս գալ ոչ թե միայն սորվիլ այլ նաև հբարդս գալ թե ով ենք մենք ինչ է մեր արմատները որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում Շատ բարի այսօր ես պիտի գետրոնանամ Հունաստանի ամենամեծ գղզի մասին հազարավոր գղզիներ կան ոմանք բնակելի որոնք անմարտաբնակ բայց եւ այնպես այս ամենամեծ գղզի մասին է Գրետե գղզին է կամ Crete անգլերենով Կրետա գղզին է հավասիկ դուք այստեղ կտեսնեք պիտի խնդրեի որ այս նամակը թող մնա եւ հիմա Ուրեմն պիտի ասեմ ցեզի որպես եվրոպական քաղաքակրթության բնորաններեն մեկը եւ բազմազան մշակույթներու հանդիպման վայրը գրեթե այս գղզին գախարտական գղզի մնե որ միջերկրական ծովի սրդին մեջ իր յուրահատուկ թիրքը եւ դեղը ունի համաշխարհային պատմության մեջ անոր նշանավոր դեղը երբ մինոտացիները որ կան հավասիկ այստեղ մինոտացիներն է շքեղ լամբորինտներ են սարքում եւ բալատներ էին սարքում այն ժամանակ երբ աթենքը դագավին բարձ քյուղ մներ մնա այստեղ որովհետև դեսեք սիրելիներ Հոմերոսի ոտիսականը եթե կարդացած եք ոտիսականին մեջ Կրետեն կնկարագրվի որպես հարուստ երկիրը
լեցուն անհամար ժողովուրդներով, որոնք բազմաթիվ լեզուներ կխոսեին, որովհետև դեսեք սիրելիներ, ահավասիկ երկարությունը միջերական ծովի մեջ է գրեթե գղզին, վերևում Եվրոպան է, հարավում Աֆրիկան է եւ արևելքում Ասիան է, միջին Ասիան է։ Եվ ահավասիկ կտեսնեք բազմաթիվ լեզուներ կխոսվի այստեղ այս լեռնային կղզին աշխարհագրական թիրքը 3 ցամաքամասերու խաչմերուքի վրա կգտնվի ինչպես ասի զայն բնական դարձնելով շատ եւ զինքը միշտ նվաճեր են տարբեր պատմության մեջ ինչպես հույները Հունաստանեն, հռոմեացիները Իտալիայեն Վենեդիկցիները նույնիսկ Օսմանյան կայսրությունը եւ նաեւ հարավային Աֆրիկայեն արաբները, որոնք բոլորը իրենց թրոշմը ցկած են Գրետայի մշակույթին, Գրետայի քեղարվեստին, ինչպես նաեւ ջարդարապետության վրա։ Գրետայի գծի մեջ կան 3 քաղաքներ, որոնք կգոչվին Արմենիո կամ Արմենի, անոնք կգտնվին տարբեր շրջաններու մեջ, այս գյուղաքաղաքներն են այժմ Արմենիոյի Խանյան, ահավասիկ եթե դուք տեսնեք բաստարի վրա ծեր կողմը, ցախ կողմը վերև, պիտի տեսեք Խանյա, թե հունարեն գրված է եւ թե նաեւ CHANIA, Խանյա։ Այս բառը իհարկե ցեզի շատ ծանոթ է խան բարենգուկա եւ կնշանակե այն դեղը ուր մարդիկ գանցնեին ճանապարհորդները գանցնեին եւ գմտնեին այն ժամանակ չկար այսպես ասած բանթոկներ հոթելներ եւ գերտային խաներու մեջ կբնակեին եւ այնտեղ թե ուդելիք եւ թե նաեւ գքնանային այնտեղ։ Ահավասիկ Խանյա քաղաքի հարավ մասը, որ մոտավորապես Խանյային 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվի առաջին Արմենի կամ Արմենիո քաղաքը։ Երկրորդը Ռետիմոնոյի շրջանն է, մոտավորապես Հերակլիոն, որ կտեսնեք, թեպի ծեր ցախ բանը, եթե գնայիք աջ կողմը Հերակլիոն եւ ահավասիկ այնտեղ կտեսնեք հայկական այս Արմենիո քարտեզը։ Իսկ երրորդը Արմենիո Լասիթիի կամ Սիթիայի շրջանն է եւ դա բոլորովին ծեր աջ կողմը պիտի լա վերջին համարյա կտեսնեք ծովափիա քաղաքն է Սիթիան, իսկ Վիա Բիչ որ գսեն ամիջապես վարը Արմենի կամ Արմենիո եւ դա լեռնային փոքր քաղաքն է, որ դեղագայված է Արմենախդրագեց բարձավանդակի վրա, որ շատ սիրուն հավատացեք մի անգամ որ ես այնտեղ գտնվեցի կարծես ինքս գտնվեի Արցախի մեջ լեռներ ծորեր անտարախիտ կանաչությամբ շատ գեղեցիկ էր ուրեմն ինչու Արմենիո եւ ինչ կնշանակի Արմենիո հունարենով Արմենիո կնշանակի հայեր բայց պիտի զարմանաք իհարկե իմ հետ, որ Հունաստանի ամենամեծ գղզի վրա ինչ կնշանակե, ուր կեկած է Արմենիո եւ ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ 3 քաղաքներ նվիրված հայերու։ Բահմը գանք առնենք սիրելիներ Գրետայի գղզիեն եւ երթանք մեր Անի քաղաքը 11-րդ տարու Անի քաղաքը Փակրադունյաց հարստության Փակրադունյաց թագավորության վերջին թագավորը Գագիկ II Հայաստանի Փակրադունյաց թագավորության վերջին քաղաքալը որ իշխեց ընդամենը 3 տարի
1042-ին մինչև 1045 թվականները։ Անոր կարճ, սակայն պատմական մեծ նշանակություն ունեցող քաղաքալությունը վերջագետ դրավ մոտ 160 տարի տևած Բագրատունիաց անկախության եւ հանգուցեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի անկումը բյուզանդական գայսրության ցերկով։ Հայոց պատմության մեջ Գագիկ II գհիշվի որպես քաչ, հայրենասեր, որ ամեն ջանք եւ կործատրեց պահպանելու համար Հայաստանի անկախությունը ու ինքնաշխատությունը։ Գագիկ II-ի ծննդյան ճշգրիտ թվականը մեզի ծանոթ չէ, որովհետև սակայն անձնած էր Փարավոր Բագրատունիներու արքայական տոհմին մեջ, որ Աշոտ առաջին Բագրատունի թագավորի առաջնորդությամբ 885 թվականին վերականգնեց հայկական անկախ պետականությունը արաբական դիրապետության թարեն ետք։ Երևակայեցեք սիրելիներ, մենք ունեցանք Ադաշեսյան հարստություն, թագավորություն, հետո հաջորդեց Արշակունյաց թագավորություն եւ համարյա 500 տարի մենք տարբեր ազգերու իշխանության տակ էինք եւ 885 թվականին Աշոտ առաջին Բագրատունին արաբական խալիֆաներու հետ մինչև Բաղդադ կհասնի եւ այնտեղ հայերու մասին ինքը բադմակրություն գկրե եւ ցեզի բարձաբես միջանկյալ ասեմ այս իմ թուղթերուս մեջ չգա բայց ասեմ երևակայեցեք սիրելիներ եւ այսօր համար է որ ես կուզեմ որ ամեն մեկ հայ դեսնե լսե այս պատմությունը մենք ունեցած ենք 8-րդ 9-րդ դարու պատմակիր որ կոչվեր Ղևոնդ երեց երեց կնշանակե քահանա եւ այն քահանան որ ոչ թե միայն բարձ քահանա է այլ ավակ քահանա է այնտեղ եպիսկոպոսը իրեն գուդար երիցություն գլխավոր ավակությունը գուդար մենք Ղևոնդ երեց անունը լսած ենք ինչու չէ նաև 451 թվականին Ավարայրի ճակատամարտին Մամիկոնյան Վարդանի կողքին միշտ կձակրված է եկեղեցականը խաչը վեզին բայց սուրը ցերքին դա նույն Ղևոնդ երեցը չէ սիրելիներ այլ Ղևոնդյանց կահանաներու այն խումբին ղեկավարն էր որ վասն հայրենիած եւ վասն աստուծո գրվեցան իսկ Ղևոնդ երեց պատմիչը որ հadouk քրած էր արաբական պատմության նորեն գշեշտեմ արաբական պատմության 6-րդ 7-րդ 8-րդ դարերուն եւ ինքը որովհետեւ 9-րդ դարու էր 9-րդ դարու սկզբի պատմությունը 6-ն մինչև 9-րդ դարու արաբական պատմությունը սիրելիներ այսօր Երևանի մեր մադենադարանին մեջ Ռիադեն Սաուդական արաբիական թագավորությունեն եւ ինչպես նաեւ Միացյալ Արաբական Էմիրատությունեն մարդիկ գուքան եւ գուսումնասիրեն Ղևոնդ երեցի քրած պատմությունը արաբներու մասին որտեղ իրենք չունին սիրելիներ արաբները չունին իրենց պատմությունը 6-րդն մինչև 8-րդ դար այլ գուքան Երևան եւ Ղևոնդ երեց պատմիչի քրությամբ ստուքեն եւ գվգայագոչեն իրենց պատմությունը այսօր համար է որ սիրելիներ գուզեմ ցեզի ասել որ հբարդս գաք որ դուք հայ եք հբարդս գաք որ հայ ժողովրդի այս հսկայական
քեղեցիկ խումբի անհատն եք։ Հբարդս կաք։ Ես հբարդ եմ։ Գյուզեմ այս հբարդությունն ու ուրախությունն ու այս ամբողջ սերը հանցնել նաև ցեսի։ Ուրեմն վերադառնանք սիրելիներ, Միշտադարյան աղբյուրներու համաձայն Գագիկ Հովանես Սմբատ երրորդը կամ Սմբատ Ջանը Սմբատ որ գսեն թագավորին եղբորորդին էր։ Հովանես Սմբատ երրորդը իշխեց Անիի թագավորությունը մինչև իր մահը 1041 թվականը։ Գագիկի ետասարտության տարիներուն Հայաստանը դակավին մերձավոր արևելքի ամենազոր քրիստոնեական թագավորություններն մեկն էր, որովհետև թե արաբական խալիֆայության, արաբական ասպես դերության կողմեն գաչակցվեր, ինչպես նաև Բյուզանդիոնի կողմեն։ Ուրեմն Հովանես Սմբատ երրորդի մահեն հետո 1041-ին Հայաստանի մեջ կահաժարանքական ճգնաժամ ստեղծվեցավ։ Բյուզանդական կայսրը Կոստանդին Մոնոմախոս որ գսենք գբնթեր թե հանգուցյալ թագավորը Սմբատը իր մահեն առաջ կանչեր է Գաթողիկոսը եւ գտագեր է Անի թագավորությունը, այսինքն Փակրադունիաց թագավորությունը Բյուզանդիոնին։ Հայ իշխաններու մեջ մեծ երկփեղում եղավ։ Սիրելիներ, երբ որ մենք այսօր մեր պատմությունը մեր աչքով գտեսնենք 1918-ին մինչև հիմա ինչ որ մեզի ծանոթ է, եւ կզարմանանք որ հայը երկփեղված է, երկկողմանի է, եւ մեկ-մեկ 3 կողմանի կամ 4 կողմանի է, մի զարմանաք սիրելիներ, որովհետև 1041-ին Հայաստանը նույն օրն էր, ինչ որ այսօր մենք կտեսնենք մեր պատմության մեջ։ Պատմությունը կվերադառնա, բայց մենք պատմութենեն չենք սորվիր։ Ուրեմն հայ իշխաններու մեծ մասը մերժեց այս պահանջքը, գայսրի պահանջքը եւ Գագիկ երկրորդը հռչակեց Հայաստանի որպես թագավոր։ Հայ աստեցիկ իշխաններու մասնավորապես նշանավոր սպարաբեդ Վահրամ Փահլավունին, որ ինչպես գսեն Պարսկաստանի նախկին թագավորը Փահլավունի ազգեն էր, այնպես էր նաև Վահրամը Փահլավունի էր։ Աջակցությամբ Գագիկ երկրորդ հաջողեցավ առաջին շրջանին ետ մղել Բյուզանդիոնի փորձերը գրավելու Անին։ Երևակայեցեք Բյուզանդիոնեն բանակ խրկված էր, որբեսի Անին գրավեն։ Անոր առաջնորդությունը որոշ ժամանակով պահպանեց Հայաստանի անկախությունը հակառակ արտաքին ահռելի ճնշումներուն։ Ինչպես այսօր Հայաստանը ռուսերը այս կողմեն, Եվրոպան այս կողմեն, չգիտեմ ով այս կողմեն, նույն էր ժամանակին 1041-ին։ Բայկարը բյուզանդական կայսրության թեմ էր։ Բյուզանդական կայսրությունը Հայաստանը կնկատեր ռազմակառավարակույն դեսքներ եւ ստա սահմաններ, կոդիներ, որբեսի թեմ կանգներ սելջուկական արշավանքներուն։ Ուստի անիգա չբավարարվեցավ միայն ռազմական ուժով գրավել, այլ նաև կործացեց դիվանագի դական քաղաքական խարդախություններուն։ Գագիկ երկրորդը քանի մդարի վրջականորեն թիմատրեց այս քաղաքականության թեմ, բայց հայ մատենագիրները զինքը կնկարագրեն որպես քաչ իմաստուն եւ վճռական թագավոր։ Սիրելիներ, Գագիկ թագավորը ինքը ընդամենը 14 տարեկան էր, երբ որ թագավոր եղավ, եւ 18 տարեկանին ինքը նենգապար սպանեցին։ Վերջապես, սակայն այն հայ իշխաններու ներքին բաժանմունքներուն եւ թե բյուզանդական եւ թե եւ այլն 1045 թվականին Գագիկ թագավորը հարգադրվեցավ
մեկնելու Կոստանդնուպոլիս, ուր այլևս իրեն չդույլադրվեցավ վերադառնալ Հայաստան։ Առանց իր թագավորին անի քաղաքը հանձնվեցավ բյուզանդական կայսրության, որով վերջ կդավ Բագրատունյաց թագավորությունը։ Եվ այնտեղ Ղևոնդ երեցի պատմության մեջ վստահ եմ այդ պատմիչը արդյունքով կպատմեր, թե ինչպես անի քաղաքի բարիսպները կփլեին բյուզանդացիները ուրախությամբ երգով եւ հաճույքով ասելու համար, որ վերջապես անի քաղաքը կործանվեց։ Բայց իրենք չգիտեին, որ քանի մդարի ետք սելջուկները արևելքեն պիտի կային եւ անին չունենալով բարիսպներ անի քաղաքը երկու օրում պիտի գրավեր եւ այդպեսով վերջ պիտի գտներ բյուզանդյան ներկայությունը անի քաղաքեններ։ 1045 թվականին անի անգումը աղետալի հետևանքներ ունեցավ թե Հայաստանի եւ թե բյուզանդական կայսրության համար, ընդամենը 26 տարի անց բյուզանդիան գրեց իր ճակատագրական բարդությունը Մանազգերդի ճակատամարտին։ Չգիտեմ որքան ցեզի ծանոթ է Մանազգերդ ճակատամարտը 1071-ին, որ լայնորեն բացավ Հայաստանի եւ Անադոլիայի մեծ մասը սելջուկ արշավանքներու առջև։ Բյուզանդական բնակչութենեն ետք Հայաստանեն հերացան բազմաթիվ հայ իշխաններ եւ զինվորական առաջնորդներ, հետագային հիմնեցին հայկական նոր իշխանությունը Գիլիգիո մեջ, տնելով հայկական Գիլիգյան թագավորության հիմքը եւ պահպանեցին հայկական պետականությունը եւս մոտ 300 տարի։ Ինչու կոչվի Արմենիո վերադառնան Կրետան, սիրելիներ, պատմաբաններու մեծամասնությունը կհավատա, թե այս քաղաքները իրենց անունը ստացած են հայ զինվորներու քաղաքականներուն մեջ, որոնք բյուզանդական կայսրության կողմէ բնակվեցան Գրետայի մեջ եւ ահավասիկ կտեսնենք ինչ գեղեցիկ։ Տեսեք հայերը փոխանակ ծովապ կերտալու եւ ծովապին մեջ բիչ եւ այլն, այլ կացին իրենք ուր որ Հայաստանն է հիշեցնում իրենց։ Տեսեք, այս մեկտեղը եթե չասեի ցեզի ուր է, պիտի չգիտնայիք, որ աս Հունաստանն է կամ Կրետան է, պիտի ասեիք կարող է Հայաստանի մեկ մասն է։ Անդարախիտ կանաչապատ այստեղ էր այսօր արմենո քյուղերը կմնան որպես մնայուն հիշեցումը Հայաստանի բյուզանդական կայսրության եւ գրեթե գզին միջև քույություն ունեցած պատմական կարևոր փաստերուն անոնց անունը կպահպանե գրեդի մեջ հայկական ներկայության հիշադակը, որ կհասնի գրեթե 1000 տարի ետք։ Ուրեմն հայկական դարերը բյուզանդական կայսրության զանազան ժողովուրդները եւ էթնիկ խմբավորումներու մեջ հայերը կկազմեին ամենեն զորավորները 6-րդ դարուն վերջավորության բյուզանդական կայսրությունը կվերահսկեր Հայաստանի մեծ մասը, ինչպես տեսանք քարտեզի մեջ, սակայն 7-րդ դարուն իրադարձությունները հատկապես արաբներու վերելքին զրկեցին կայսրությունը այն վերահսկողութենեն եւ 9-րդ դարուն վերջավորության սկսած կայսրության ընդարձակումը մեծապես ընդլայնեց այդ տարածքները։ Բյուզանդական կայսրության մեջ հայկական դարի գլխավոր աղբյուրները բնականաբար կկազմեին կայսրության վերահսկողության տակ գտնվող հայախոս հայկական հողերը, այսպես 8-րդ դարուն, երբ ամբողջ Հայաստանը արաբական դիրապետության տակ էր, կայսրության սահմաններում մեջ գտնվող բնիկ հայկական բնակչությունը այնքան մեծ էր այդ շրջաններուն։ Շատ հայեր մուտք գործեցին բյուզանդական կայսրություն, նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը օդար դիրապետություններուն տակ էր։ Անոնք եկան որպես քաղաքականներ եւ փախստականներ։ Ինչպես պատմաբան
գրեգվար կնշե իր կորձերուն մեջ հայերը ուրիշ ժողովուրդներու հետ միասին բնագեցվեցան նաև գրետե քաղաքին մեջ գրետե գղզին մեջ մանավանդ 961 թվականին երբ Նիկեփորոս Փոգաս գայսրը դարձավ գղզիի դերն ու դիրականը այստեղ պետք է ասեմ ցեզի սիրելիներ որովհետև գղզին ինքը արաբները եկած էին Աֆրիկայեն քրաված էին եւ այնտեղ pirates այսինքն ծովահեններու քողերու ավազակներու գետրոն էին սարկած եւ նավերով լա անգլիական լա ֆրանսական լա իտալական այդ նավերը գքողնային Մավրիկոս կայսրի օրերուն հայ զինվորական ուժերը շատ կարևոր էին որովհետև այնտեղ թեև խառն դարբեր ազգեր կային հոները լամբարդիները ինչպես նաև բուլղարները կային սակայն այս բանակներուն մեջ քերագշիր դարը դարձավ հայկական բանակը եւ այս առումով կարևոր աղբյուր մնե նաև մեր հայ բատմիչ Սեփեոսը որ անգը գրե թե Մավրիկոս կայսրի օրերուն 591 թվականին յետ ավարներու թեմ բادرազմի մեջ հայերն էին որ օգնեցին եւ այս մեջբերումը գուզեմ պատմական է գուզեմ ցեզի կարդալ շատ կարճ է ան հրամայեց հավաքել ամբողջ հայկական հեծելազորքը եւ բոլոր ազնիվ նախարարները որոնք բادرազմելու հմտություն ունեին եւ նիզակ կործածելու մեջ վարպետ էին ան նաև հրամայեց Հայաստանի մեջ գազմել մեծ բանակը բաղկացած բարի կամքով առողջ եւ քաջ զինվորները գազմագերբված կանոնավոր զորամասերով եւ զինված ան հրամայեց որ այս բանակը երթա Թրակիա Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարության տակ եւ այնտեղ բادرազմե թշնամիներուն թեմ ահավասիկ սիրելիներ երբ օրմը փախտ վիճակվի ցեսի որ գնաք Կրետա կամ Կրիտ գղզին Խանիա կամ որևէ մեկ այդ ծովափիա շրջաններուն հարցրեք տեղացիներուն թե արդյոք այստեղ կա Արմենիո կամ Արմենի քաղաքներ քյողաքաղաքներ այսօր եւ իրենք հբարդությամբ եւ ուրախությամբ պիտի ասեն այո հայ զինվորներ եկան Բյուզանդիանեն եւ այստեղ մեզի օգնեցին որ մենք բادرազմենք եւ արաբներն ու քողերը վդարենք ամբողջ Կրետա գղզիեն եւ մենք որպես շնորհակալություն հայերին այս 3 քաղաքներն էլ անվանեցինք եւ նվիրեցինք իրենց եւ իրենց ներկայությունը կար այսպեսով սիրելի հայրենակիցներ կուզեմ որ այս ծրագիրը դիտելեն հետո դուք ալ ինձի պես հբարդս գաք որ հերավոր Արարատեն Վանալիջեն Սևանեն հերու Արաքսեն հերու օտար հույնի հողին վրա գրված պաշտպանած հայ զինվորը իր շնորհակալություն իր հայության իր անունով ստացած է 3 քաղաքներ եւ այսպեսով սիրելի երեստայտող բարեկամներ կամփոխացնենք մեր այսօրվա ծրագիրը եւ կմաղթենք ձեզ բոլորիդ բարի աշխատանք բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ ցտեսություն մինչեւ մյուս շաբաթ